Թող այստեղ սկսվի նոր ճանապարհ, նվաճումներով, միասնական նպատակի իրականացմամբ ու համատեղ հաջողություններով, որոնք այն կերտենք մեր ձևով, հավատով, սրտով եւ վարությամբ։ Մեր առաջարկը ինչն է, բարդ է լինելու, դժվար է լինելու, բայց պետք է Սևանա լիճը մենք իր եկողությամբ կարողանանք օգտագործենք։ Առաջինը մի մասը բաժանենք տուրիստականի ու լուրջ զբաղվենք նրանով, որ սեզոնը երկարի։ Հիմա որ ասել եմ ներկայացրել եմ մի անգամ, որ պետք է ձմեռը ինչ-որ զբաղմունք լինի, որ ձմեռն էլ հյուրանոցներ, մարդ կա, տուրիզմ լինի ինչ-որ ձև։ Շատերը ասում են, բա ձմեռը ցուրտ է, Սևանը քամի է, բանա, բա ձմեռը ցուրտ է լինում։ Մյուսը ձկնաբուծությունն է։ Հայաստանում Սևանի տարածաշրջանը զարգանալու ճանապարհը Սևանա լիճը ճիշտ օգտագործելն է ու ինչ-որ արտադրություն Սևանի մեջ ունենալն է։ Միտքը գործունեությունը լրիվ ուսումնասիրել եմ ամբողջությամբ եւ ուզում եմ որ միանամ ինքս էլ իմ գործը իմ ներդրումը ունենամ մեր հայրենիքի փրկության համար իշահ մեր երկրի մեր հայրենիքի մեր ապագա սերունդի